Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան ծառայության լրագրողների եւ Ռուսաստանի այլ քաղաքացիների ձերբակալությանը, տեղեկացրել, որ Բաքուն թույլ չի տալիս նրանց այցելել։ Ակնհայտ է, որ ձերբակալությունը պայմանավորված է ոչ թե լրագրողների հետ կապված խնդիրներով, այլ ուրիշ գործոններով, համոզմունք է հայտնել Զախարովան։ Միևնույն ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է Մոսկվայի եւ Բաքվի բարեկամական կապերը չափազանց կարեւոր են, իսկ դրանք փչացնել ցանկացողները պետք է լավ մտածեն ինչ որ քայլ անելուց առաջ։ Նրա խոսքով Մոսկվան կոչ է անում Բաքվին լուծել առկա խնդիրները դիվանագիտական խողովակներով եւ միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունները ռազմավարական հուն վերադարձնելու համար։ Զախարովան հորդորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան այցելելուց առաջ հաշվի առնել ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք էր հղել Ռուսաստանի դեսպանին Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալության եւ սպանության համար։ Սպուտնիկ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն էր կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Նրան բողոքի նոտա են հանձնել երկկողմ հարաբերությունները խաթարելու Բաքվի միտումնավոր քայլերի համար։ Կրեմլի խոսնակն էլ հայտնել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը եւ Ադրբեջանի գլխավոր դատախազը զբաղվում են խնդրահարույց հարցերով։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, չեն սպառնում Բաքվին, այլ փորձում են բացահայտել Ռուսաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ իրականացված հնարավոր հանցագործությունները։ Անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությանը, Պեսկովը նախազգուշացրել է, Մոսկվան կպաշտպանի իր քաղաքացիների շահերը բոլոր միջոցներով։ Նա հավելել է, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ։ Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների, այդ թվում զենիթային հրթիռների եւ բարձր ճշգրտության այլ զինամթերքի մատակարարումը։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների ամերիկյան կողմը մտավախություն ունի, որ Ուկրաինային եւ Իսրայելին օգնության ֆոնին Պենտագոնի պաշարները չափազանց շատ են կրճատվել։ Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունը շարունակում է Դոնալդ Թրամփին ներկայացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակներ։ Ուկրաինայի ՊՆ հաղորդմամբ դեռ պաշտոնական ծանուցում չեն ստացել Միացյալ Նահանգներից։ Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Մարիանա Բեցան ընդգծել է, որ երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցում ցանկացած ուշացում միայն կխրախուսի Ռուսաստանին շարունակել պատերազմը, այլ ոչ գնալ խաղաղության։ Մոսկվայից էլ կարծիք են հայտնել, որ Ուկրաինային զենքի մատակարարումների կրճատումն ավելի է մոտեցնում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով Ֆորդոյի միջուկային օբյեկտը զգալիորեն վնասվել է։ Աբբաս Արաղչիի խոսքով այժմ երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը ստուգումներ է իրականացնում։ Մեկնաբանելով իրանական միջուկային ներուժի լիակատար ոչնչացման մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները, նախարարը տեղեկացրել է, որ օբյեկտները ժամանակավորապես չեն գործում, իսկ դրանց վերականգնման ժամկետները գնահատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Արաղչիի խոսքով Իսլամական Հանրապետությունը կշարունակի ուրանի հարստացումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ հեռախոսազրույցում էլ նա հայտարարել է, որ խաղաղ միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիան աննախադեպ հարված է դիվանագիտությանը եւ միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Նաեւ Իրանում ուժի մեջ է մտել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքները կասեցնելու մասին օրենքը։ Ըստ Իսլամական Հանրապետության նախագահի հրամանագրի գործակալության աշխատակիցներին կարգելվի մուտք գործել Իրան, մինչև չապահովվի միջուկային օբյեկտների եւ գիտնականների անվտանգությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60 օրով հրադադար հաստատելու պայմաններին։ ԱՄՆ նախագահի խոսքով այդ ընթացքում բոլոր կողմերը կաշխատեն պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ Կատարի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները Համասին են փոխանցել հրադադարի առաջարկը։ Հուսով եմ Համասը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի, զգուշացրել է Թրամփը։ Associated Press-ի տվյալով Պաղեստինյան շարժումը համաձայն չէ ամերիկյան առաջարկներին, սակայն պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կհանգեցնի պատերազմի լիակատար դադարեցման եւ կբացառի Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը։ Մինչ այդ Եմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելին, նախազգուշացրել, կանգ չեն առնի մինչև Ցահալը չդադարեցնի պաղեստինցիների դեմ ագրեսիան։ Դիանա Գասպարյան, լուրեր։